Կալիֆորնիայի Թրակի քաղաքի մերձակայքում Թահո լճի շրջանում հզոր ձնահյուս է տեղի ունեցել, թակարդում թողնելով 16 հոգանոց խմբին։ 10 դահուկորդ համարվում են անհետ կորած, իսկ 6-ը սպասում են փրկարարների։ Աղետը տեղի է ունեցել Castle Peak հայտնի վայրում։ Փրկարարական աշխատանքները ծայրահեղ բարդացել են բուքի և մշուշի պատճառով։ Ողջ մնացածները պատսպարվել են ծառաշատ վայրում, փորձելով վրաներով պաշտպանվել տարերքից։ Տարածաշրջանում հայտարարված է ձնահյուսի վտանգի ամենաբարձր մակարդակ։ Փորձագետները զգուշացնում են, որ հնարավոր են նոր ու հզոր ձնահյուսեր, որոնք ի վիճակի են ծածկել նույնիսկ տներ ու մեծ մեքենաներ։ Դեպքի վայրում տեղումները հասնում են ժամում 10 սանտիմետրի, ինչը կաթվածահար է արել ավտոճանապարհները։ Փրկարարները խուսափում են ձնագնացների օգտագործումից, զգուշանալով նոր ձնահյուսերից։ Տեսանելիությունը գրեթե զրոյական է, ինչը դանդաղեցնում է 46 հոգանոց փրկարարական խմբի առաջխաղացումը դեպի տուժածները։ Նևադա շրջանի որոնողափրկարարական թիմը փորձում է կապ պահպանել խմբի հետ արբանյակային հաղորդագրությունների միջոցով։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Քոլորադոյի մայրուղում ավազահողմը կյանքեր է խլել։ Հարավային Կալիֆորնիան պատրաստվում է նոր փոթորկի։ Աղոթքի փոխարեն պայթյուն, արտակարգ իրավիճակ Բունվիլի եկեղեցում։ Իրան-ԱՄՆ բանակցություններ ու փակ նեղուց, նավթի ծորակը Թեհրանի ձեռքում։ Թրամփը շտապեցնում է, իսկ Կիևն ու Մոսկվան նոր թափ են հաղորդում մարտերին։ Կհաջողվի արդյոք կանգնեցնել պատերազմը։ Նախագահի օրը լավ օր չէր, թմրավաճառների համար խոցված նավերի թիվն ավելացել է։ Զորքերը համալրված ձայնով կառավարվող հազարավոր ԱԹՍ-ներով, ԱՄՆ-ն պատրաստվում է նոր սերնդի պատերազմներին։ Զենքի պես վտանգավոր են դառնում նոր սերնդի խաղալիքները։ Հետաքրքիր նորություններ ունենք մեր Facebook-յան էջում։ Լուսնային հետհաշվարկ, ՆԱՍԱ-ն հայտարարել է լուսին թռչելու մոտավոր ժամկետների մասին։ Լոս Անջելեսը դպրոցների հազարավոր աշխատակիցների է տուն ուղարկում։ Տեսլան կշարունակի վաճառվել Կալիֆորնիայում։ Այսքանը մեր թողարկման առաջին մասում, իսկ դուք գիտեիք, թե ԱՄՆ-ում որ ազգի ներկայացուցիչներն են շատ, դեռ ավելին, որ նահանգում ովքեր են գերակշռում իրենց լեզվով ու մշակույթով։ Թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանի հերթական անսպասելի բացահայտումներին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, դա լիովին անվճար է եւ ձեզանից կխլի ընդամենը մի քանի վայրկյան։ Ի դեպ, չմոռանաք գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Մեկ այլ բնական աղետ Քոլորադոյում է գրանցվել։ Ուժեղ քամիների բարձրացրած փոշին Պուեբլո քաղաքից ընդամենը 2 մղոն հեռավորության վրա առաջացրել է տեսանելիության լիակատար բացակայություն։ Բախվել է ավելի քան 30 տրանսպորտային միջոց, այդ թվում 6 հսկայական բեռնատար կցորդիչներ եւ բազմաթիվ թեթև մարդատար մեքենաներ։ 4 մարդ է զոհվել։ Բախման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով թեթևից մինչև ծանր հիվանդանոց է տեղափոխվել 29 քաղաքացի։ Այժմ իրավապահները հետաքննում են պատահարի բոլոր հանգամանքները։ Նահանգի արևելքում մոլեգնող քամիներն ու տաք չոր եղանակը նաև անտառային հրդեհների բռնկման պատճառ են դարձել եւ զգալի չափով խաթարել Դենվերի օդանավակայանի թռիչքների բնականոն գրաֆիկը։ Մինչև նահանգի մի հատվածում փոշու փոթորիկներ են մոլեգնում, արևմտյան լեռնային շրջաններում ձյուն է տեղացել։ Այս տեղումները բերել են սպասված եւ անհրաժեշտ խոնավությունը, սակայն ցածրադիր մայրուղիներում տարերքն արդեն անդառնալի վնասներ ու մարդկային կորուստներ է հասցրել։ Հարավային Կալիֆորնիան կրկին հայտնվել է հզոր ձմեռային փոթորիկի ճիրաններում։ Երեքշաբթի երեկոյան սկսված անձրևները հաջորդել են նախորդ տարերքի հետևանքների մաքրման աշխատանքներին, ինչը բարդացնում է իրավիճակը Սաութլենդում։ Ակնկալվում է, որ տեղումների այս փուլը կտևի շուրջ 12 ժամ։ Ազգային եղանակային ծառայությունը նախազգուշացրել է հորդառատ անձրևների, ամպրոպների եւ ուժեղ քամիների մասին։
Լոս Անջելեսի կենտրոնական եւ հարավային հատվածներում, ինչպես նաեւ Վենտուրա շրջանում մեծ է ջրհեղեղների, սելավների եւ հողաշերտերի սահքի վտանգը։ Լեռնային շրջաններում տեղումների քանակը կարող է հասնել 2-ից 4 դյույմի, ինչի պատճառով ուժի մեջ է ձմեռային փոթորիկի նախազգուշացումը։ Սան Բեռնարդինո եւ Ռիվերսայդ շրջաններում տեսանելիությունը կլինի ցածր ուժեղ քամիների ու ձյան պատճառով։ Հինգշաբթի սպասվում է անձրևի նոր ալիք, սակայն մասնագետները խոստանում են, որ ավելի տաք եւ չոր պայմանները կվերադառնան արդեն մինչև ուրբաթ։ Բնակիչներին հորդորում են զգուշանալ ճանապարհատրանսպորտային պատահարներից եւ հետեւել թարմացվող կանխատեսումներին։ Քամու պոռթկումները կարող են հասնել ժամում 55 մղոնի, ստեղծելով լրացուցիչ վտանգներ մեծ տրանսպորտային միջոցների համար։ Նյու Յորք նահանգի Բունվիլ քաղաքում գտնվող եկեղեցում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, տուժածների թվում են եկեղեցու հովիվը եւ 4 հրշեջներ, ովքեր դեպքի վայր էին ժամանել գազի հոտի վերաբերյալ ահազանգից։ Ըստ նախնական տվյալների եկեղեցու շենքը ջեռուցվում էր պրոպան գազի բալոններով, երբ հրշեջներն ու հովիվը գտնվում էին նկուղում, ջեռուցման կաթսան միացել է, առաջացնելով ճակատագրական պայթյուն։ Նյու Յորքի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, սակայն հանցավոր գործունեության որևէ հետք չի հայտնաբերվել։ Պայթյունի հետևանքով եկեղեցու շենքը կրել է աղետալի վնասներ եւ գրեթե ամբողջությամբ հավասարվել է հողին։ Հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից կառույցների վրա։ Իրավիճակը պայթյունավտանգ է նաև միջազգային հարաբերություններում։ Իրանի արտգործնախարարը Ժնևում հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել միջուկային ծրագրի հիմնարար սկզբունքների շուրջ, փոխանցում է Ալ Ջազիրան։ Բանակցություններին զուգահեռ Թեհրանը զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում, ժամանակավորապես փակելով այն։ Մյուս կողմից The Wall Street Journal-ը հայտարարել է, որ Թեհրանը առաջարկել է կասեցնել ուրանի հարստացումը եւ պաշարների մի մասը տեղափոխել արտասահման նպատակ ունենալով կանխել ԱՄՆ հնարավոր հարվածը։ Սակայն հարց է մնում, արդյոք սա կբավարարի Թրամփի վարչակազմին։ ԱՄՆ-ի հիմնական պահանջը հարստացման լիակատար դադարեցնումն է, ինչի վերաբերյալ Իրանը դեռևս վերջնական խոստում չի տվել։ Անուղղակի բանակցությունների հերթական փուլում իրանական պատվիրակության ղեկավարն էր արտգործնախարարը, ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնացը եւ Թրամփի փեսա ու խորհրդական քուշները։ Բանակցությունների հաջորդ փուլի հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Թեհրանը 2 շաբաթվա ընթացքում կներկայացնի նոր առաջարկներ, գրել է Axios-ը։ Ինչ է պետք իմանալ Հորմուզի նեղուցի մասին, որը ժամանակավորապես փակել է Իրանը զորավարժությունների նպատակով։ Այս ջրային ուղին կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, քանի որ այստեղով է անցնում աշխարհի նավթի 20%-ը։ Թեհրանի այս աննախադեպ քայլը հստակ ազդանշան է Վաշինգտոնին առ այն, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի վրա աճող լարվածության ֆոնին։ Լարվածությունը աճել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչը խոցեց իրանական անօդաչուն։ Այժմ տարածաշրջանում են գտնվում Աբրահամ Լինքոլն եւ Ջերալդ Ֆորդ ավիակիրները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը զգուշացրել է Իրանին զերծ մնալ ոչ պրոֆեսիոնալ վարքագծից, որը կարող է հանգեցնել բախումների եւ տարածաշրջանի ապակայունացմանը։ Թեև նեղուցը փակ է եղել ընդամենը մի քանի ժամ, անվտանգության նկատառումներից ելնելով դա արդեն իսկ ազդել է էներգակիրների համաշխարհային շուկայի վրա։ Ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության, այս երթուղին գրեթե այլընտրանք չունի տարածաշրջանից նավթի եւ գազի արտահանման համար։ Ժնևում կայացել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունների հերթական փուլը լայնածավալ ներխուժման 4-րդ տարելիցի նախաշեմին։ Թեև Վաշինգտոնը հունիսյան վերջնաժամկետ է սահմանել կարգավորման համար, կողմերի դիրքորոշումները մնում են անզիջում։ Ռուսաստանը պահանջում է Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն, ինչին չի համաձայնվում Ուկրաինան։ Թրամփն այս հանդիպումը որակել է որպես մեծ բանակցություններ նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ հանդիպմանը, շեշտելով Ուկրաինան պետք է շատ արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Ժնևում են նաև զինվորական առաջնորդները, ովքեր քննարկում են հրադադարի մոնիթորինգի եւ ապա ռազմականացված գոտու ստեղծման հնարավորությունները։ Բանակցությունների օրը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի, օգտագործելով շուրջ 400 ԱԹՍ եւ 29 հրթիռ։ Զելենսկին նշել է, որ Մոսկվան պետք է պատասխանատվություն
տեղեկատվություն կրի հարձակումների համար, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը։ Իրավիճակը մնում է ծայրահեղ լարված շուրջ 1200 կիլոմետրանոց առաջնագծում։ ԱՄՆ հարավային հրամանատարությունը հայտարարել է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում և Կարիբյան ավազանում ևս 3 կասկածելի նարկոնավակների ռմբակոծման մասին։ Ըստ պաշտոնական տեղեկության, իրականացված գործողության արդյունքում սպանվել է 11 նարկոահաբեկիչ։ Հետախուզությունը հաստատել է, որ նավերը օգտագործվում էին նարկոտրաֆիկի հայտնի երթուղիներով ահաբեկչական կազմակերպության կողմից։ Այս հարվածները Թրամփի վարչակազմի իրականացրած աղմկահարույց ռազմական գործողությունների շարքի մի մասն են։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը X հարթակում կատակել է. «Պարզվում է նախագահի օրը նախագահ Թրամփի օրոք լավ օր չէ թմրանյութերը փոխադրելու համար»։ Սպիտակ տունը պնդում է, որ հարվածները անհրաժեշտ են ամերիկացիներին սպանող թմրահոսքերը կանգնեցնելու համար։ Ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 40 հարված, որոնց հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվել է շուրջ 130 մարդ։ Քննադատներն այս գործողությունները անվանում են անօրինական և անպատասխանատու, սակայն վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ այդ գործողությունները շարունակվելու են։ Մասկի SpaceX-ը կարող է ձայնով կառավարվող հազարավոր դրոններ արտադրել ԱՄՆ բանակի համար։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։ Ընկերությունը մասնակցում է Պաշտպանության դեպարտամենտի հայտարարած նոր մրցույթին։ Replicator կոչվող ծրագիրը նպատակ ունի հազարավոր էժանագին դրոնների երամներ տեղակայել հնարավոր հակամարտության գոտիներում։ Սա թույլ կտա զգալի չափով կրճատել պետական ծախսերը և բարձրացնել զինվորների անվտանգությունը։ SpaceX-ը, որն արդեն հաջողություններ ունի կապի ու տեխնոլոգիաների ոլորտում, դիտարկվում է որպես ամենահավանական հաղթողներից մեկը շնորհիվ իր հսկայական արտադրական կարողությունների։ Ծրագրի հաջողության դեպքում ԱՄՆ-ն կստանա հսկայական տեխնոլոգիական առավելություն օդում։ SpaceX-ի մասնակցությունը Պենտագոնի այս նախաձեռնությանը վկայում է այն մասին, որ տիեզերական հսկան այժմ թիրախավորում է նաև երկրային անվտանգությունը։ Սենատում Save America Act օրինագիծը հատել է 50 ձայնի շեմը։ Թրամփի կողմից սատարվող այս նախաձեռնությունը, որը արդեն անցել է ներկայացուցիչների պալատը, նպատակ ունի պարտադիր դարձնել քաղաքացիության ապացույցը ընտրություններին գրանցվելիս ներառյալ լուսանկարով անձնագիր կամ ծննդյան վկայական ներկայացնելը։ Դաշնային օրենք դառնալու ճանապարհի միակ լուրջ խոչընդոտը Սենատի 60 ձայնի շեմն է։ Մյուս կողմից դեմոկրատները խոստանում են ամեն գնով պայքարել օրինագծի դեմ։ Նրանք պնդում են, որ դա կզրկի միլիոնավոր մարդկանց քվեարկելու հնարավորությունից։ Նախազգուշացնում են, որ ավելի քան 20 միլիոն մարդ, հիմնականում աղքատները, չեն կարողանա մասնակցել ընտրություններին անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Մյուս կողմից մի շարք հանրապետականներ դեռևս չեն սատարել նախագծին։ Նրանցից ոմանք անգամ քննադատությամբ են հանդես եկել։ Սա նշանակում է, որ հակառակ Թրամփի ճնշմանը, Սենատի կանոնների պատճառով օրինագիծը կարող է տապալվել։ Թրամփը որոշել է անմահանալ կենդանության օրոք։ Նրա ընտանեկան ընկերությունը հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակ նախագահի անունը օդանավակայանի վրա օգտագործելու բացառիկ իրավունք ստանալու համար։ Ըստ մասնագետների, սա լիովին աննախադեպ երևույթ է, երբևէ գործող նախագահի մասնավոր ընկերությունը նման իրավունքներ ձեռք չի բերել նախքան օբյեկտի պաշտոնական վերանվանումը։ Պատմականորեն նախագահների անունով օդանավակայաններ են կոչվել նրանց պաշտոնաթողությունից կամ մահվանից տարիներ անց։ Քլինթոնը սպանվել է 11 տարի առաջ, իսկ Քենեդու անունով օդանավակայանը կոչվել է սպանությունից 1 ամիս անց։ Թրամփի դեպքում ամեն ինչ տեղի է ունենում հիմա, Քենեդի կենտրոնից մինչև ապագա ռազմանավեր։ Թրամփ ապրանքանիշը տարածվում է նաև Դուբայում, Հնդկաստանում և Սաուդյան Արաբիայում։ Այդ անվան տակ վաճառվում են անգամ կիթառներ, սուրբ գրքեր։ Արհեստական բանականությամբ օժտված խաղալիքներ արտադրող Միկո ընկերությունը ստիպված է եղել իր սարքերի վրա հատուկ անջատիչ ավելացնել։ Այս քայլը հաջորդել է հանրային ճնշումներին և երեխաների անվտանգության վերաբերյալ բարձրացված լուրջ մտահոգություններին։ Միկո 3 և Միկո Մինի մոդելներում ծնողներն այժմ կարող են ձեռքով անջատել զրուցակից ռոբոտի հիմնական գործառույթը, վերահսկելով երեխայի հետ նրա շփումը։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկու սենատորներ հանրայնացրել են անվտանգության խնդիրը։ Հազարավոր երեխաների հետ ռոբոտների ունեցած խոսակցությունները հասանելի են եղել համացանցում առանց որևէ պաշտպանության։ Բացի այդ, փորձագետները զգուշացնում են, որ խելացի խաղալիքները կարող են վերահսկողությունից դուրս գալ եւ սկսել անպատշաճ թեմաներից խոսել երեխաների հետ։ ԱՄՆ-ում այս ոլորտը դեռևս մեծապես չի կարգավորվում, մինչդեռ շուկան բում է ապրում։ Միկոյի ներկայացուցիչը նշել է, որ նոր գործառույթը վաղուց էր նախապատրաստվում եւ կապ չունի աղմկահարույց արտահոսքի հետ։ Այնուամենայնիվ, օրենսդիրները հորդորում են ծնողներին երկու անգամ մտածել նման խաղալիքներ գնելուց առաջ, անկախ գովազդներից եւ խոստացված պաշտպանիչ միջոցներից։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ ՆԱՍԱ-ն սկսել է Արտեմիս 2 առաքելության նախապատրաստական հետհաշվարկը։ Երկօրյա այս թեստավորումը կավարտվի հինգշաբթի օրը հսկայական հրթիռի վառելիքի բաքերի լիցքավորման փորձով։ 4 տիեզերագնացները հեռվից կհետևեն այս կարևոր գործընթացին, որը նրանց կտանի դեպի լուսին։ Հաջողված փորձարկումից հետո միայն ՆԱՍԱ-ն կսահմանի թռիչքի հստակ օրը։ Տիեզերական արձակման համակարգ հրթիռը կարող է մեկնարկել ամենաշուտը մարտի 6-ին։ Սա տասնամյակների դադարից հետո առաջին լուսնային թռիչքն է, որին մասնակցելու են մարդիկ։ Վերջին անգամ տիեզերագնացները լուսին են մեկնել 1972 թվականին Ապոլոն ծրագրի շրջանակներում։ Կալիֆոռնիայի ավտոմեքենաների վարչությունը որոշել է չկասեցնել Տեսլայի վաճառքի լիցենզիան նահանգում։ Անցյալ տարի վարչական դատավորը պարզել էր, որ ընկերությունը մոլորեցրել է վարորդներին, օգտագործելով ինքնագնաց եւ լիարժեք ինքնավար վարում տերմինները։ Կարգավորողները սկզբում նախատեսում են 30-օրյա արգելք, սակայն Մասկի ընկերությանը տրվել էր 90 օր ժամանակ իրավիճակը շտկելու համար։ Այժմ կարգավորողները հաստատել են, որ ընկերությունը բավարար չափով շտկել է իր մոլորեցնող մարքեթինգը։ Տեսլան իր գովազդներում այլևս չի կիրառում ինքնագնաց բառը, իսկ մյուս համակարգերի դեպքում օգտագործում է վերահսկվող բառը։ Այս փոփոխությունների շնորհիվ իշխանությունները հրաժարվեցին պատժամիջոցներից, թույլ տալով էլեկտրական մեքենաների հսկային շարունակել ազատ վաճառքը։ Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը կանգնած է ֆինանսական լուրջ ճեղքվածքի առաջ։ Հաջորդ ուսումնական տարվա համար կանխատեսվող 877 միլիոն դոլարի դեֆիցիտը ստիպել է խորհրդի անդամներին քննարկել հազարավոր աշխատակիցների կրճատման հարցը։ Եթե որոշումն ընդունվի, աշխատանքից ազատման ծանուցումները կսկսեն ուղարկվել արդեն հաջորդ ամսվանից։ Շրջանի ներկայացուցիչները պնդում են, որ որոշ հաստիքներ ստեղծվել էին համավարակի ժամանակ եւ այժմ այլևս անհրաժեշտ չեն։ Քվեարկությունը Լոս Անջելեսի կենտրոնական գրասենյակում շարունակվում է, մինչդեռ հազարավոր մարդիկ սպասում են իրենց ապագայի վերաբերյալ լուրերին։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Նա մանրամասներ է ներկայացնելու ԱՄՆ-ում հայերի ներկայության թվում արձանագրվող փոփոխությունների տարբեր ոլորտներում հայերի ներգրավվածության մասին։ Բաց չթողնեք հետաքրքիր մանրամասները։ Բարև ձեզ։ Այսօր կուսումնասիրենք Միացյալ Նահանգների ժողովրդագրական դիմանկարը։ 2025 թվականի դրությամբ այն աչքի է ընկնում էթնիկական աննախադեպ բազմազանությամբ, կազմված բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներից։ Այնինչ, ԱՄՆ հիմնադրման ժամանակ 1776 թվականին պատկերը բավականին պարզ էր, կազմված հիմնականում 2-ից 3 ազգերի ներկայացուցիչներից։ Հիմնադրման պահին ԱՄՆ բնակչությունը կազմում էր շուրջ 2,5 միլիոն, բնակիչների մոտ 80%-ը կազմում էին եվրոպական ծագմամբ վերաբնակիչները, հիմնականում բրիտանացիները։ Բնակչության 19%-ը աֆրիկյան ծագում ուներ, իսկ մնացած չնչին մասը բաժին էր ընկնում բնիկ ամերիկացիներին։ Վերջին 100-ամյակում հարաբերակցությունը կտրուկ փոխվել է ներգաղթի նոր հոսքերի շնորհիվ։ Լատինոամերիկացիները եւ ասիացիները գրանցել են աճի ամենաբարձր տեմպերը, վերափոխելով երկրի ժողովրդագրական դիմագիծը։ Ամենաշատն աճել են լատինոամերիկացիների, ասիացիների, խառնածինների, աֆրոամերիկացիների եւ խաղաղօվկիանոսյան բնակիչների ցուցանիշները։ Միևնույն ժամանակ եվրոպական արմատներ ունեցող խմբերի, հատկապես գերմանացիների, իռլանդացիների, իտալացիների, լեհերի եւ անգլիացիների տեսակարար կշիռը բնակչության մեջ շարունակաբար նվազում է։
ԱՄՆ-ի որոշ նահանգներում էթնիկ կազմն այնքան ընդգծված է, որ որոշակի ազգություններ կազմում են ճնշող կամ հարաբերական մեծամասնություն։ Սա ձևավորում է յուրահատուկ լեզվական եւ կրթական միջավայր տվյալ տարածքներում։ Նման կենտրոնացումները վկայում են պատմական միգրացիոն ուղիների եւ տեղական աշխատաշուկայի առանձնահատկությունների մասին։ Հավայան կղզիներում գերակշռում են ասիացիները, իսկ Նյու Մեքսիկոյում լատինոամերիկացիները, Կալիֆոռնիայում եւ Թեքսասում լատինոամերիկացիները կազմում են հարաբերական մեծամասնություն, իսկ Միսիսիպիում աֆրոամերիկացիները հասնում են ռեկորդային ցուցանիշների։ Դժվար է միանշանակ ասել, թե 100 տարի հետո ժողովրդագրական ինչ դիմագիծ է ունենալու ԱՄՆ-ն։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ ոչ թե 100, այլ 50 տարին էլ բավարար կլինի, որ երկրի խառնածին բնակիչները գերակշռեն մնացած բոլորին։ Իսկ թե դա ինչպես կանդրադառնա ԱՄՆ մշակութային ու տնտեսական ու նաև քաղաքական ոլորտներում, արդեն այլ հարց է, որին այսօր դժվար է պատասխանել։ Այսքանը այսօրվա համար։ Առջևում նոր հանդիպումներ են ու նոր բացահայտումներ։ Ավարտին մոտեցավ նաև այսօրվա հանդիպումը։ Հուսամ հավանեցիք իմ ու գործընկերներիս ջանքերի արդյունքը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ մեկնաբանությունները եւ ոգեշնչվում դրանցից։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։